Մեծ ու փոքր, արդեն գիքորներ չլինեն իրական։ Թե չլիներ իմ կյանքում, կհորինե քեզ իմ մտքում։ Այսօրվա հաղորդումը Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկի Լոռու մարզի Թումանյանական դսեղի մասին է։ Այստեղի բնությունն աննկարագրելի է, իսկ մարդիկ ջերմ ու անկեղծ։ Շփվելով գյուղի բնակիչների հետ, զգացի այն իսկական հայկական հյուրընկալությունը, որին վաղուց էի կարոտել։ Այս հաղորդումը նվիրված է հայ գրականության հարուստ կերպարներից մեկին՝ Գիգորին, Մեծ ու փոքր, որի դերակատարը Ալբերտ Խուլինյանն է, ով նկարահանվելով մի ֆիլմում մինչև հիմա վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը։ Մարդիկ նրան հիշում են եւ այցելում, որ տեսնեն իրենց սիրելի Գիգորին։ Բարև համով։ Ո՞նց ես։ Քո անունը ի՞նչ է, քաղցր ջան։ Ինչա՞։ Մարինա։ Այդ ինչ լավ անուն ունես դու, փախավ։ Ոնց որ լավ հետաքրքիր զրույց ունես, տրամադրությունները բարձր է։ Ուրեմն ֆիլմը նկարահանվել է 81-2 թվականին, այդ ժամանակ ես 11 տարեկան եմ։ Դպրոցում ճամբար կար, խաղում էինք, մեկ եկան ասեցին, որ Երևանից մարդիկ են եկել, Գիգոր դերակատարի են մանկանի։ Տենց երեխեքով հավաքվեցին, գնացինք դպրոց, ուսուցչանոց։ Մենք տեսանք ծանոթ դեմքեր, Ստոր Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան։ Հա։ Դեն ժամանակ, ասենք Արմեն Ջիգարխանյան լսել էինք ֆիլմերը, դիտել էինք Ստոր Սարգսյանի Նահապետը, Ձորի Միրոն, բոլորը դիտել էինք, էլի Արմեն Ջիգարխանյանից այն ժամանակ հիշում եմ ես անորսալի վրեժառուները, գներ սերիալներ, չէ՞ ամառային արձակուրդներին անընդհատ ցույց տային, այդտեղից ճանաչեի, գիտեի։ Հետո որ Սոսը առաջի հարցը ինձ տվեց, ասեց, դու ինչ գիրք ես կարդացել, ասեցի Գիգոր պատմվածքը։ Ու պատճառն է տեղավ, հետո իրանք տարան Երևան, Երևանում արդեն հայ ֆիլմ ստուդիա որ գնացինք, ամբողջ Հայաստանով մեկ ման էին եկել, 7 հատ Գիգոր էին ընտրել։ Ու Հայաստանի տարբեր տեղերից։ Մի փոքր դրվագով հանդես եկանք, ասենք ես իմ բարբարով, նոյեմբերանցում իրա բարբարով, լեննագանցին իրա, թենց բնական էր, որ Թումանյանի ծննդավայրի չէ, ասենք բարբարի պահով եմ ասում, իհարկե, թենց ինձ ընտրեցին այդ ֆիլմը։ Իսկ մի հարց տամ ձեզ, օրինակ ֆիլմից, հենց անձամբ դուք, ինչ հիշողություններ ունեք եւ որ դրվագն է ձեր համար ամենահիշվողը եղել։ Ֆիլմից, ասենք, գիտեք, երբ հասկացա, որ ինչ մարդկանց հետ եմ խաղացել, հիվանդության տեսարանը որ կա, որ Գիգորը մահանում է, վերջին պահերը, դե բոլորին գրիմ են անում, արտասուքները սարքան, դեր Ստոր Սարգսյանի փորձեցին, որ գրիմ անեն ու արտասուքներ սարքեն։ Ուրեմն 4-5 անգամ փորձեցին այդ դրվագը, փորձեցին որ արտասուքներ սարքեն, Սոսն ասավ պետք չի։ Ու իրական ոնց որ 4 անգամ են մարդը իրական լացեց, հա։ Արդեն այդտեղ զգացի իր մեծ մարդը լինը, մեծ տաղանդը լինը։ Օրինակ դուք այն ժամանակ փոքր եք եղել։ Ձեր համար խորթ էր այդ դժվար տեսարաններում նկարվել, խփելու տեսարան, ճնշվելու տեսարան։ Իմ հետ նեզ մարդիկ են եղել, որ դժվար պահեր չի եղել, որովհետև ինձ բացատրել են դեղարեժիսորները Սերգեյ Իսրայելյանը, Հենրիկ Մալյանը, երեխա եմ ելել, բայց նեզ բացատրեին, որ ստացվեր, օրինակ են փրշտալու տեսարանը, որ փրշտում էր, չէ, դեր մի քիչ վարվելություններ պետքը չէր ստացվում, բայց էլ իրան շնորհիվ մի կերպ ստացվեց էլի դից։ Եթե անկեղծ այդ ֆիլմում իմ համար երևի ամենատպավորիչ դերը ձերն էր, որովհետև շատ բնական է։ Ես զարմանում եի այդ տարիքի երեխա ու այդ ձևի պրոֆեսիոնալ մոտեցում, ամեն ինչ բնական, անգամ դերասանական ինչ որ բան չէր երևում, որը հիմա մեր ֆիլմերում շատ է, երևում է որ բնական չի, դերասանություն է, բայց ձերը
Երևի դուք հենց դրա համար էլ եք ժողովրդի կողմից շատ սիրվել, որ ամեն ինչ բնական ա եղել, ու այդ տարիքում այտենց բնական, ուղղակի զարմանալի է։ Բրավո ձեզ դրա համար։ Ուզեի մի փոքր բան ավելացնել, որ այս ժողովրդի 99%-ը լացում են, չէ, ասենք այդ կինոյի վերջաբանը լավ չի վերջանա, բայց ասում եմ կարող եմ ինձ հարմար մարդ ռեժիսոր կամ որ երկրորդ սերիա նկարեն, որ Գիգորը չմահանա։ Հա, երկրորդ մասը։ Ես այդ ֆիլմը նայելուց, ասեմ, բայց չէին կարող անց նկարեն, որ չմահանար Գիգորը։ Ասենք ամբողջ երևի հենց հետաքրքրությունը դրա մեջ էր, որ մահանար Գիգորը, որ ժողովուրդը բանա չէ, օրինակ ժողովուրդը Ները որ գալիս են չեք պատկերացնել, ասենք երեխեքը մեկ էլ տենում լացլելով եկան փաթաթվեցին, որ չեն լացել։ Հանուն դրա էլի որ ասենք նման վաղճան չլի։ Գիգորներ չլինեն իրական, ես մի փոքր ազգս մի քիչ խաղաղ ապրենք, ամենքը իրանց կյանքով լավ լինեն, առողջ լինեն, ամենքը իրանց նպատակներին հասնեն, ոչ պատերազմին։ շատ շնորհակալություն։ Բայց գիտեք, չէ, երևի դուք միակ դերասանն եք, ով մի ֆիլմով ամբողջ հայ ժողովրդին ճանաչելիություն ունեցավ։ Մենակ չասեք, որ լացել ենք սա հայ ժողովուրդ։ Ես կարծում եմ 99%, օրինակ ես, Այն մի տոկոսն էլ երևի ես նայեք, օրինակ ես որ նայել եմ այդ ֆիլմը, իմ մոտ այնքան հույզեր է առաջացել, որ ասում եմ, ես երեխուն վերցնում են, տանում են Վրաստան այդ բազազ Արտեմը, այն որ ասում եմ ձեռս ճարելներ կգա այդ բազազ Արտեմին կծեծե։ Ասում ոնց էլ ես երեխույց սենց ա վարվել։ Ախր գիտեք ցավը որն է, դեմել Հովհաննես Թումանյանը որ գրել է, հենց նույն չի գրել, չէ՞։ Հիմա էլ էլի Գիգորներ կան։ Էլի միտքը եղել է, հենքը եղել է։ Նույն ձևի էլի համբոները իրանց Գիգորներին տանում են քաղաք, կամ Խոփան, Ռուսաստան, կամ եսին։ Ու անում են նույն բանը ավելի վատ։ Այն որ բազարն ասեր 4 տարի պետք է փող չտամ, եթե ուզում եք իմանալ ինքը պետք է փողը տա, չէ՞։ Հա, սովորում ենք։ Հիմա էլ նույնն է, էլի մարդիկ գնում են, շատերը քաշված գալիս են, շատերը չէի ուզենալ, բայց Գիգորի ճակատագրին են արժանանում։ Իրական կյանքից է էլի վերցված։ Բայց կյանքը կցանկանամ որ չլինեն էլի։ Մեծ ու փոքր Արդեն քանի տարի եղավ։ 82 թվից մինչև 25 թիվը։ Թումանյանական դսերի այս գեղեցիկ բնությունը հիշեցնում է նաև Գիգորին։ Մանկություն, կարոտ, մաքրություն, այդ ամենը հիմա դարձյալ մեր առաջ է։ Այդ պահը լրացնում է երգը, Դավիթի կատարմամբ, Ժո Դասենի մեղեդին, հայերեն նոր խոսքերով։ Ժո Դասեն, Չելենտանո, Իմ ամենասիրելի արտիստներն են, համ Իրան եմ շատ լսել, համ Իրան եմ լսել։ Բայց այս վերջերս Ժո Դասենի երգը իր ամենահայտնի Եսի թուն էքզիստեպա։ Ես հայրենացրի, ոչ թե թարգմանեցի, այլ հայերեն բառեր գրեցի, մոտավոր իմաստային մոտիկություն, բայց իմաստային թարգմանություն չէր, ու եթե կհետաքրքրի երգը մի հատ ձեր կարծիքը հետաքրքիր է, էլի։ Սիրում եմ դեպսել բարեշիկ էլի տենց է մեր հին տաղանդների։ Հա, մի հատ Թե չլիներ իմ կյանքում, ասա իմասնիմ ապրելու, առանց սեր միայն ակ ու անցավ, ասա իմասնիմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, որ քեզ չկորցնեմ, թե չլիներ իմ կյանքում, ասա իմասնիմ ապրելու, առանց քեզ միայնակ ու լքված,
ասա իմ հասնի մապնելու, թե չլիներ իմ կյանքում, կապրեի օրերս անիմաստ, կանձրևեր իմ հոգին անընդհատ, կզգար կորուստդ մոտեցող, մնա միշտ իմ կյանքում։ Ու այդպես է դիչպիտ է, ապրեք շատ։ ապրեց։ Ենքան ուրախանում են, որ լավ մարդիկ գնահատում են։ Շատ լավ, նորմալ, ասենք իմ սրտի, իմ ուզած երկերից մեկն էր դա։ Սուրճը դսեղում մի այլ համ ունի, թե բնության շունչն է մեղմացնում, թե գիքորի ներկայությունը սեղանին ավելացնում միտակություն, բայց մեր հանդիպումը այստեղ միայն անցյալին նայելու համար չէ, հիմա խոսելու ենք նաև ներկայի մասին, Ալբերտ Ղուլինյանի ժառանգության շարունակության մասին, ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում նրա թոռնիկին, ով արդեն 7 տարեկան է և միգուցե մի օր էլ նա կերտի Գիգորի դերը, բայց արդեն դրական վերջաբան ունենալով։ Իսկ Համով ջան, քո անունը ի՞նչ է քաղցը։ Արտուր։ Դուք քանի տարեկան ես։ 7 Իսկ դուք որ ֆիլմում նկարվել եք, քանի տարեկան եք եղել։ 11 տարեկան։ 11 տարեկան եք եղել։ Մեր Արտուրը, որ 11 տարեկան դառնա, պետք է այնց անենք, որ էլի Գիգորի դերը տանի, բայց Գիգորի ճակատագրին ուրիշ Հա, արդեն սցենարան այնց լինի, որ չմահանա Գիգորը։ Իսկ դու կարաս Համով ջան պապիկի նման լավ խաղաս։ Ես վիդեո եմ հանել ու գցել եմ YouTube։ Վայ, քաղցր ջան։ Բա դու ինչով ես զբաղվում։ Ես Բարբի եմ վաղը գնալու։ Հա։ դպրոցես գնում։ Դպրոցը արձակուրդ եմ։ Վայ։ Երկրորդ դասարա, հա։ Հա, Բա ինչ ես դառնա։ ես ծրագրավորող։ Իսկ չես ուզում։ Չես ուզում պապիկիդ հետ, չնայած պապիկդ մի ֆիլմում է նկարվել ու ճանաչած է դառել, իսկ դու չես ուզում, որ դու էլ մի ֆիլմում նկարվես, դու էլ ճանաչված դառնաս։ Հեշտ ճանապարհ ես ընտրում, գիտես։ Ուզես կինոն նկարահանես։ Դե համեն եմ ուզում համեն։ Վայ, քաղցր ջան։ Անչափ շնորհակալություն, որ չմերժեցիք այս հարցազրույցի համար։ Ձեզ ամենայն բարիք ենք ցանկանում, լավ օր, լավ եղեք։ Ես էլ եմ շնորհակալ բոլորիդ։ Հաջողություն, առողջություն։ Հաջողություն ձեզ։ Գիգորի պատմությունը վերապրեցինք ոչ միայն որպես գրական կամ կինոյի էջ, այլ որպես զգացում։ Եվ հենց Գիգորի դերակատար Ալբերտ Ղուլինյանն ասաց մի բան, որն այս պատմության էությունը ամփոփում է ամենաուժեղ կերպով։ Կցանկանայի, որ այլ Գիգորներ չլինեին։ Թող այս խոսքերը հնչեն որպես մաղթանք բոլոր Գիգորների փոխարեն, ունենալու պաշտպանված երջանիկ մանկություն։ Իսկ իմ ճանապարհորդությունը շարունակվում է։ Գյուղից գյուղ, պատմությունից պատմություն, հետևեք ինձ YouTube-ում, միասին բացահայտելու Հայաստանի անկրկնելի գյուղերն ու մարդկային պարզ, բայց խորը պատմությունները։ Եվ եթե Գիգորի պատմությունը ձեզ էլ է հուզել, կցանկանայի իմանալ, Գիգոր ֆիլմը դիտել եք, եւ եթե այո, որ դերակատարն է ձեր սիրելին եղել։ Գրեք մեկնաբանություններում, շատ կուզենամ իմանալ ձեր կարծիքը։